Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, տեսակապի միջոցով կզրուցենք Բուլղարիայի Վարնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Շնորհակալություն, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ։ Միշտ պատրաստ։ Երեք մի շատ կարևոր բան տեղի ունեցավ, մի խումբ եպիսկոպոսներ հանդիպեցին վարչապետի հետ եւ կարծեք թե սառույցը հալվում է եւ նրանք իրենց մտահոգությունը հայտնեցին վարչապետին եկեղեցում տիրող իրավիճակի մասին։ Վարչապետն էլ կարճ խոսք ունեցավ, ասաց, որ երկար է մտածել ու եկել հետեւության, որ մենք շատ խոսում ենք արժեքահեն հանրություն, պետություն ու հասարակություն ունենալու մասին եւ դրա մեջ շատ կարեւոր են հոգեվոր արժեքները եւ ուրախ է, որ եպիսկոպոսները նույնպես կիսում են այդ կարծիքը։ Առհասարակ այս իրավիճակի մասին կխնդրեմ ձեր կարծիքը հայտնեք։ Այո, իսկապես դա ինձ համար էլ ուրախություն պատճառեց, որովհետև ինչպես ասիք, որ սառույցը հալեցավ եւ ես այս բահին գիշեմ ավետարանի խոսքը, որ գսե որ չգա ծածուկ բան, որ չհայտնվի։ Մենք այնինչ որ տասնյակ դարիներ կարծում էինք, որ ծածուկ է, այսօր բացահայտվեց եւ բացահայտվեցավ ոչ միայն մեզ համար, այլև բացահայտվեցավ այս 10-ն ավելի եպիսկոպոսներուն, որոնք իրենք ապրեցան այդ իրավիճակը մայր աթորի մեջ եւ ամեն օր ավելի հաստատեցին, որ այս իրավիճակը կարելի չէ շարունակել, որովհետեւ ի վերջո մենք շատ եզակի ազգ ենք։ Մենք մի ազգ ենք, որ մեր եկեղեցին, հավատքը եւ պետությունը իրարից անբաժան են։ Այսինքն հայ առաքելական եկեղեցու հավատացյալը չի կարող հասկանալ իր ազգային անհատականությունը կամ հպատակությունը առանց առաքելական հավատքի եւ կամ հակառակը առանց հայկական պետականության։ Ես միշտ օրինակ եմ բերում, որ աշխարհի մեջ կան շատ գրոններ, կան շատ ազգեր, որոնք գործընծուցին իրենց պետականությունը եւ այսօր հայտնվեցան պատմութենեն դուրս, օրինակի համար եւ որ խոսում ենք խոշոր Ասորեստանի մասին, որ մեծ կայսրություն էր, այսօր այդ Ասորեստանեն ոչ մեկ բան չմնաց, Ասորի ժողովուրդեն էլ բան չմնաց։ Միայն մնաց միայն լեզուն եւ այդ լեզուն միայն այդ մեծահասակների մեջ է, որ դակավին շրջանառվում է, բայց երիտասարդները այդ լեզուն էլ չեն դիրապետում։ Ինչ եմ ուզում ասել, որ մենք պետք է հասկանանք ի վերջո, որ առանց մեր պետականության մեր եկեղեցին գքայքայվի, մեր պետականությունը մեր առաքելական եկեղեցու հիմնասյուներեն մեկն է եւ մենք պետք է աշխատենք դա պահպանել, թե չէ մենք կգործընծնենք մեր հոգեվոր արժեքները նաեւ ինչպես որ մեր վարչապետը ասավ որ պետականությունը եւ հոգեվոր կյանքը կամ եկեղեցական կյանքը սրանք իրարու միացած են եւ մեկ մույսին ամբողջացնում է։ Եթե եկեղեցին դգարանա պետք է պետականությունը զորացնի եկեղեցին եւ մույսը հագարակը, բայց մենք կտեսնենք որ դժբախտաբար իրականությունը այսօր այսպես չէ։ Վերջին 7 տարիներում ես չգիտեմ ինչեւ այսօր չեմ հասկացել բաժարի ինչ է, այսինքն գիտենք մոտավորապես բաժարի ինչ է, որ եկեղեցին իր բարձրաստիճան խավով գբարդատրե իր հետևորդներուն լինեն նրանք հոգեվորական թե աշխարհական գբարդատրե որ այս պետականության թեմ արշավ անեն որպեսզի այս պետականությունը ցախողի եւ ես կգարձեմ որ այսպես մտածողները իրենք ուղղակի արժանի չեն ունենալու այսպիսի պետականություն որում մեջ հայը գվայել է ուրեմն իր ազատ խոսքը, իր անկախությունը եւ այլն։ Այնպես որ շատ ճիշտ է վարչապետի ասածը, ես կգնահատեմ այս եպիսկոպոսները, թեպետ ուշ եղավ, շատ ուշ եղավ, բայց նորեն ոչինչ, բայց ես գտերակնահատեմ այն մույս եպիսկոպոսները, մույս կահանաները, որոնք փոխանակ աջակցելու այս եպիսկոպոսներուն Երեկվնե իվեր համացանցը ողողված է իրենց դեմ քարգոծումներով։ Ես հենց դա եմ ասել, որ ընդդիմադիրները շատ տգեղ արշավ են սկսել եպիսկոպոսների դեմ, մինչդեռ նրանք սկսել են ինչ-որ նախկին հայտարարությունները մեջ բերել այս եպիսկոպոսների կամ ինչ-որ բաների միացած լինելը, բայց այդ դեպքում եթե խնդիր կար, ապա ինչու եք լռում, հա, այս եպիսկոպոսների մասնակցությամբ, եթե իրապես կար այդ խնդիրը։ Այո, ճիշտ միևնույն է, այսինքն ինչու եք լռում եւ հիմա բարձրացնում։ Այսինքն սպասում եք, եթե հանգարց ծեր մեկը ծեր դեմ դուրս գա,
ձեր շահերից դուրս գա, դուք այն ժամանակ սկսում եք նրա դոսիեները, կոմպրոմատները եւ անպաստանությունները բանալ։ Ուղղակի մեր եկեղեցում արդարություն չկա, Լիլիթ ջան, այն է մեր խնդիրը։ Արդարություն չկա։ Եթե արդարություն լիներ, մենք այստեղ չէինք հասներ։ Եթե արդարություն եւ իմաստություն լիներ մեր եկեղեցվով եկեղեցականների մեջ, այդ օրվանից, որ վարչապետը գոչեց այդ իր նշանավոր խոսքը, որ ճուլանի է վերածված եկեղեցին, մենք պիտի փորձեինք նախ մեր ներսի ճուլանը մաքրենք։ Եվ այսօր ամեն օր ավելի եւ ավելի փաստում է, որ վարչապետի խոսքը թեպետ եկեղեցվով ֆիզիկական իմաստի մասին էր, որ ճուլաններու վերածված են, փաստվեց, որ ոչ թե միայն մեր գարկմի եկեղեցիները ճուլան են, այլ մեր ներքին դաջարները ճուլաններ են։ Եվ դա բացահայտվեց, կարծեք թե մեր վարչապետը մարգարեություն հրավ եւ այդ ճուլանները մեկը մյուսի հետևեն սկսավ բացահայտվել։ Շատ ցավալի է, ես ցավում եմ այսօրվա իրավիճակի համար եւ երեք ես հետաքրքրական հոդված մգարտացի, ուրեմն Հյուսիսային Ամերիկայի առաջնորդ Վահան arczepiskopos Դերդերյանը, որը ինքը նաև այդ թուղթը ստորագրողներեն մեկն էր, այնտեղ շատ բարգեշտ արտահայտություն արեց եւ ասեց, որ ինքը մեղա է գալիս ժողովրդին առջև, որ իրենք թերացան այդ ժողովրդի դաստիարակության, հոգևոր դաստիարակության մեջ։ Մեղա է գալիս հայ առաքելական եկեղեցու առջև, որովհետև մեր սրբությունները իրենք չկարողացան պաշտպանել։ Տեսեք, բոլոր մարդիկը անխդիր, բոլորս մեղքեր ունենք, բոլորս տերություններ ունենք, բայց քաջությունը այնտեղ է, եւ որ մի բարձրաստիճան հոգևորական ինքը այդ քաջությունը ունենա խոստովանելու եւ ներողություն խնդրելու։ Մեր ժողովուրդը շատ լավ ժողովուրդ է, հասկանում է մեր բոլոր տերությունները եւ դգարությունները։ Ինչքան որ մենք դա ծածկենք, Աստված բացահայտելու է։ Իսկ ինչքան որ մենք բացահայտենք, Աստված ծածկելու է։ Եվ Երջանկայի Շադակ Շնոդա Պատրիարքը գեղեցիկ խոսք ունի, ասում է, որ ինչքան որ խոստովանեք ձեր մեղքերը, Աստված պիտի զանոնք չնչե։ Իսկ ինչքան որ ծածկեք, Աստված նրանք պիտի բացահայտե։ Եվ սա է այսօրվա դիրող իրականությունը մեր եկեղեցու մեջ, որը մեր հոգևորականները պետք է հասկանան, եւ ես կարծում եմ Լիլիթ ջան, եթե հետևում եք որոշ հոգևորականների, կահանաների, որոնք մայրատորի մեջ բդդվում են եւ այնտեղ գարջ ինտերվյուներ են տալիս, այնտեղ սկսվում է ինչ որ հոգևոր փոփոխություն։ Հիմա չգիտեմ այդ փոփոխությունը ներքին է կամ արտաքին է, բայց ըսկում եք, որ այլևս սկսել են ավետարանից խոսել, սկսել են միասնականությունից խոսել, սերից խոսել, բա ուր էիք մինչև հիմա սիրելի հոգևորականներ, ուր էիք։ Բայց պարկը ուշ լինի, անուշ լինի։ Կարծեք թե եկեղեցի իշխանություն հակամարտությունը հանգուցալուծում է ստանում, եթե կարող ենք այսպես ասել, իհարկե դեռ ինչ որ սուր իրադարձություններ կլինեն, որովհետև արդեն մայրաթորից ասել են, որ կարգապահական ինչ որ վարույթներ կլինեն, տուժի կընթարկվեն, ինչ սպասել այս իրավիճակում։ Ինչ պիտի անեն, արդեն ես հիշում եք մի քանի ելույթներ առաջ ցեզ հետ էր գարձեմ, այն ժամանակ մենք խոսում էինք Տեր Արամի մասին, ասեցի, եթե գարկալույց չանեն ամոթ նրանց, իսկ եթե գարկալույց անեն 1000 ամոթ նրանց։ Այսինքն դուք բոլոր բարակաների մեջ ձեր խայտարակությունը այլևս բացահայտվեց, ձեր գարկալուծումը, ձեր բադիժը, ձեր որոշումները գուրուշ չարժեն, որովհետև ժողովուրդը ճանաչեց ձեզ, դուք մերգացաք ժողովրդի առջև, ձեր անարտարությունը բացահայտ է բոլորին առջև։ Այսինքն Մայր Աթորը այսպիսի ոճիրներ կործեց իր ներկա կահագալով, որ իրենց ոճիրներու մասին խոսելով մենք մինչև առավոտ խոսենք չեն վերջանալ։ Իրենք նույնիսկ մարտասպանության գնացին։ Ինչքան հոգևորականներ անարտարորեն գարկալույց եղան։ Այն հոգևորականները, որոնք բարձրացայնեցին մեղքը դիրող Մայր Աթորի մեջ, ամիջապես գարկալույց եղան։ Այսինքն ես հաճախ ասում եմ, ինչ որ այս 26 տարվա ընթացքին Գդրիչ Ներսիսյանը արեց հայ եկեղեցուն եւ հայ հավատացյալին, թշնամին դա դարերով չկարողացավ անել։ Դժբախտաբար շատ ցավալի է եւ ես դա զգացել եմ իմ վրա, այդ վերք ունեցել եմ իմ վրա, օրինակի համար եւ որ վերջերս 1 տարի առաջ եւ որ ինձ բարդատրում էին, որ ես ավետարանի քարոզությունը դադարեցնեմ։
Այսինքն այն ժամանակ ես զգացի, որ այս եկեղեցում ների հոգին է գործում։ Դու երբ որ մի հոգևորականի արկելում ես ուղիղ եթերով ավետարան քարոզի, դա միայն ները կարող է անել։ Եվ սրան մասնագից էին Գդրիչ Ներսիսյանը, Արշակ Սրբազանը, Խաժակ Սրբազանը, ասոնք բոլորը մասնագից էին, որ Աստծո խոսքը դասեցնեն։ Եվ այն օրվանից ես զգացի, որ այս ների հոգին է, որ գործում է այս համագարք։ Տեր Արմեն, բոլորիս համար էլ հասկանալի է, որ եպիսկոպոսների համար իհարկե շատ դժվար է եղել այս որոշումը կայացնել, բայց գնահատելի է այս որոշումը նրանց կողմից, որովհետև նրանք ի վերջո կամք դրսևորեցին եւ կանգնեցին պետության կողքին։ Ինչ կասեք այս մասին։ Ես չգիտեմ Լիլիթ ջան, չգիտեմ։ Ինչպես եղավ, որ իրենք այս որոշումը կայացուցին, որովհետև մենք մեկ ամիս է գիտենք, հավանաբար հանրությունը չգիտե, բայց մենք մեկ ամիս է գիտենք, որ կան տասնյակ եպիսկոպոսներ, որոնք այսպիսի որոշում են ուզում առնել։ Հիմա որոշ եպիսկոպոսներ իրենց թերությունները, իրենց փացերը, իրենց կոմպրոմատները մույսերի ցերկը հաշվի առնելով ասեցին ավելի լավ է քոնե մի անգամ մենք մարտավարի արդահայտվենք եւ մարտավարի խոստովանենք եւ արդարության կողմը կանգնենք, քան թե բոլոր բարականերին խայտարակվելու ենք։ Ուրիշներ էլ կան, որոնք ասեցին, որ խայտարակվում ենք եւ խայտարակվում ենք, ավելի լավ է որ մենք միտեղ գնանք, որ մի քիչ մեծ ապահով։ Դա Աստված կքննի սրտերը, թե ամեն մեկի ինչու դա արեց։ Հիմա որոշ եպիսկոպոսներ կան, որոնք հրաժարվեցին, հակառակ որ իրենց անունը կար այդ ցանկի մեջ, հրաժարվեցին, հիմա նրանց հաշիվներն էլ չգիտենք ինչ են։ Ի վերջո գնահատելի է, բոլոր բարականերին գնահատելի է, բայց ես ասում եմ, այսին այսօրվա մեր հոգևորականությունը մանավանդ այսօր, մանավանդ երեկվանից սկսած, եւ որ ծեր առաջնորդները այսպիսի գոչով են հանդես եկել, քահանա հայրեր, դուք էլ ինչից եք վախենում, չէ որ Սուրբ Գիրքի խոսքը միշտ օգտագործում եք, որ ասում է հնազանդվեցեք ձեր առաջնորդներին։ Ահավասիկ ձեր առաջնորդները գոչերով դուրս եկան, որ պետք է այս բղծությունից մաքրել հայ եկեղեցին, հավա ինչու չեք հնազանդվում։ Եվ խոսքս Արարատյան թեմի քահանաներին է, Երևանի քահանաներին է, որոնց առաջնորդը Գջոյան Սրբազանն է։ Խոսքս մույս թեմերի Գևորգ Սրբազանի թեմին, Աբրահամ Սրբազանին, ինչու չեք խոսում։ Նվազագույնը որ պիտի անեք, դուք այսօր պիտի ասեք, որ մենք մեր առաջնորդի կողքին ենք եւ մեր առաջնորդի որոշումը մեզի համար վավերական է։ Նույնիսկ դա չեն անում, վախենում են, սրանք սարսափի մեջ են։ Ես չգիտեմ, այսինքն օրինակ վերցրեք։ Ես 20 տարի որ խոսում եմ, 1000 անգամ ինձ սպառնացել են, 1000 անգամ, ինչ կարողացել են արել։ Այս հոգին Աստված է տվել։ Եթե Աստված չորոշի, որ այս հոգին առնելու է, ոչ մեկը չի կարող առնել։ Հերիք է, կետ մի անգամ ձեր արժանապատվությունը վերականգնելու համար ոչ մի բառ մի ասեք։ Միայն ասեք, որ մենք մեր առաջնորդների կողքին ենք եւ հնազանդվում ենք մեր առաջնորդին։ Այս է պահանջվածը, չեն անում Լիլիթ ջան, ինչ անենք։ Վարչապետը այսօր հայտարարեց, որ այս կիրակի կմասնակցի պատարագին, որը տեղի է ունենալու Երևանի կենտրոնում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում։ Ինչ սպասել այս պատարագից հետո, հաշվի առնելով այս օրերի իրադարձությունները։ Այսինքն ես հույսով եմ, ճիշտ ասած 3 գիշեր եւ որ բարգեցի, հույսով էի, որ առավոտ գարտնանանք եւ բարի ավետիսը կստանանք, որ Գդրիչը իր աշխատախումբով մայր աթորը լքել է, բայց հուսախապ մնացի այսօր, բայց ելի եմ ասում, հույսով եմ, որ մինչև գիրագի օրը քոնե այդ իրենց վերջին նշույլ բադիվը բահելու համար իրենք կփախչեն։ Գիտեք ինչ է նշանակում։ Սուրբ Սարգիս եկեղեցին Երևանի մայր եկեղեցիներից մեկն է, ամենանշանավոր եկեղեցիներից մեկն է, եւ որ վարչապետը արդեն հասավ Երևան, դա նշանակում է, որ հաջորդը մայր աթոր Սուրբ Էջմիածինն է։ Ինչ ես սպասում Գդրիչ։ Ինչ ես, ախր այս անունն էլ քեզ չի վարում։ Եթե դու իսկապես Գդրիչ լինեիր, այդ վճռականությունը կունենայիր եւ Գդրիչ որոշում կառնեիր եւ գելեիր կգնայիր։ Այսինքն այս Սուրբ Սարգիսի մեջ տեղի ունեցող բադարակ անշուշտ ինքը նաեւ չասեց վարչապետը, թե ով է բադարակ մատուցողը, բայց ես ենթադրում եմ, որ Գջոյանն է լինելու։ Եվ սա ամենի մեծ հարվածն է, սա լինելու է վերջին մեղը,
Գդրիչ Ներսիսյանի թագավին։ Կարծում եմ նա դեռ հնարավորություն կունենա, կարելի է ասել, գոնե այս վերջին պահին արժանապատվորեն հեռանալու, թե կսպասի ինչ-որ այլ իրադարձությունների։ Ես կարծում եմ պիտի հեռանա, այսպես եմ կարծում Լիլիթ ջան։ Ես կարծում եմ, որ պիտի հեռանա, որովհետև ուրիշ ճար չկա, այսինքն այսօր 12-13 եպիսկոպոս քո թեմ են եկել, եւ սրանք բացահայտ թեմ եկող եպիսկոպոսներն են, սկուր։ Ես եպիսկոպոսներ են ճանաչում, որոնք ինձ ասել են, մենք չենք ստորագրելու, բայց ասել ենք մեր եպիսկոպոս եղբայրներին, մենք ցեզ հետ ենք։ Հիմա վաղը քանի եպիսկոպոս կմիանա, մույսօր քանի քահանա կմիանա, այն էլ չգիտեմ, բայց ուղղակի այսինքն վերջն է, էլի, գիտեք, այսինքն ինչ է սպասում, ով պիտի բրգի նրան, ով պիտի բրգի, այլ ժամանակ չկա։ Կարող է մի ամիս առաջ ինքը հույս էր գավում, որ հաջորդ ընտրություններին կարող է իր մարտիկը կան, նախնիները կան եւ այլն, բայց այսօր ժամեր մնացած է գտրիչ։ Այսինքն այս ժամերի ընթացքին քեզ ով պիտի բրգի։ Աստված քեզ բոլոր հնարավորությունները տվեց, որովհետեւ դու որոշում կայացնես եւ գնաս եւ այս չրհեղեղից ազատես քեզ եւ ազատես քո հոգին։ Բայց եթե դու դա չես օգտագործում, ել ուրիշ ջար չի մնալու։ Միակ ջարը մնալու է, որ քեզ առնելու են, գալանավորելու են եւ կամ քեզ առնելու են երկրից դուրս են վրընդելու եւ քեզ որպես persona non grata հրճակելու, որ դու ել ցանկում չես կարողանալու Հայաստան գալ եւ տեսնել, պիտի երազես տեսնել Մայր Աթոր Սուրբ Էջմիածի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ցեզ Լիլիթ ջան, բարի օր։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։